Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Անտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ, սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանի հետ։ Ողջույն եմ, պարոն Սարգսյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը, փորձում ենք ամփոփել շաբաթը։ Վալդայում Պուտինը բազմաթիվ հայտարարություններ արեց, եկեք սկսենք հետևյալից։ Փորձենք հասկանալ տրամադրությունները եւ Պուտինի եւ հետագայում արդեն կտեսնենք ովքեր են արձագանքում եւ ինչպիսին է տրամադրությունը Թրամփի։ Աշխարհը տխուր է թվում, ասում է Պուտինը։ Աշխարհը տխուր է թվում, երբ միապաղաղ է։ Ռուսաստանը կողմ է բազմազանությանը, պոլիֆոնիային եւ արժեքային սիմֆոնիայի։ Բավականին հետաքրքիր է, չէ՞։ Ինչպես է Պուտինը պայքարում միապաղաղության դեմ եւ ինչպես է հաղթահարում այդ միապաղաղությունը։ Դե հայտնի հայկական մեմքար չէ, ասում աշխարհը ցուրտ է եւ խաբուսիկ է։ Ես լսեցի իրականում այդ ճարը, տարօրինակաբար ինչ որ աչքովս ընկավ։ Երևի այդ կտորը շատ տենց բաներ նայեցի Վալդայի իր ճարը։ Նա վաղուց չէի լսել տենց երկար այդ ռազմական հանցագործին, համել ուզում էի հասկանալ ինչի է տենց Նիկոլը ուզում գնա այդ ածկիսի։ Սենց ասեմ, ծերուկ անտանելի է դարձել պապին մարազմի մեջ։ Մոտարապես Տրամփի օրինը, ոնց է խոսում, ինտոնացիաները, այդ ճպճպացնելը բան են, զրուցարաններում տենց պապիներ են պատահում են, կեղտոտ բձեկ են 80 տարեկան են, որ սա բակը իրանցից զզվում է, բայց իրենք տենց փորձում են խելք բացատրել։ Մոտարապես այդ ինտոնացիայով հիմարություն է դուրս տալի։ Նախ եւ առաջ ինչ որ ինքը ասում է այդ պոլիֆոնիան, ինկլյուզիվությունը, բան, դրանից մի 15 վայրկյան հետո ինքը պետք է LGBT-ի շահերը պաշտպանի, այսինքն իրականում որպեսզի տխուր չլինի։ Հա, դե երևի էլի, որովհետեւ երբ դու խոսում ես բազմազանության մասին, դու պետք է խոսես փոքրամասնությունների մասին, որովհետեւ եթե աշխարհում տիրում է այդ իրանց պատկերացրած, այսինքն զանգվածը, որը քվեարկում է եւ ավանդական արժեքների կողմից, ավանդական արժեքները չեն նախատեսում պոլիֆոնիա։ Ավանդական արժեքները նախատեսում են մոնո, նույնիսկ ստերեո չի, ինքը մոնո է։ Այսինքն բոլորը նույն կերպ են մտածում, նույն կերպ են հագնվում, նույն կերպ են հաց ուտում, նույն կերպ են շարժվում, քնում, արթնանում, եւ դե այն մարդիկ են, ովքեր օրինակ Տրամփի բերել են իշխանության։ Կամ են մարդիկ, ովքեր Brexit-ի կողմ քվեարկեցին։ Կամ Հայաստանում են մարդիկ, ովքեր հիմնականում միշտ քվեարկել են իշխանության կողմ, այդ ժամանակին Ռոբերտ Քոչարյանի, հետո Սերժ Սարգսյանի, հետո Նիկոլ Փաշինյանի, այսինքն մարդիկ, ովքեր միապաղաղ են, եւ ման այդ է իրանց ման։ Պահանջել աշխարհից որ ինքը լինի պոլիֆոնիկ, նշանակում է, որ դու փոքր բաներին պետք է տեսնեք, սիմֆոնիկ նվագախմբում ամենամեծ ծավալը ջութակներինն է։ Բայց ակնհայտ է, որ ալտերը կամ կանտրաբասները կամ թավջութակները իրանց բարձրանում են, էլ չասած, ասենք, փողային գործիքների։ Դա է, ասենք, ինկլյուզիվությունը եւ պոլիֆոնիան նշանակում է, որ աշխարհը ժողովրդավար պետք է լինի, հետեւաբար աշխարհը պետք է լինի այն, ինչ ինքը ասում է, որ իր իմացած իր սիրած Եվրոպան մահանում է, իրականում Եվրոպան երբեք չի մահանում, որտեղ Եվրոպայում այդ պոլիֆոնիան ի սկզբանե դրված է եւ վաստակած է առունով։ Շատերը սխալ են հասկանում եվրոպական ցանկությունը այդ փոքր խմբերին տեղ տալու, դա պահանջը գալիս է ոչ թե նրանից, որ իրանք թույլ են կամ թուլամորթ են կամ չեն հասկանում վտանգները, դա գալիս է նրանից, որ նրանք շատ լավ հասկանում են, որ այդ փոքր խմբերին, եթե դու ազատություն չես տալի, դա վերածվում է խորքային կոնֆլիկտներից, խորքային կոնֆլիկտները բերում են արունայեղության։ Հազարամյակներով Եվրոպան տենց է եղել, 30-ական պատերազմը հիշեք, որ մարդիկ, ասենք չգիտեմ, կալվինիստները եւ լութերանները իրար մորթում էին, ես ինչի համար, բայց հասկանում ենք, որ երկուսն է բողոքական են։ Կաթոլիկները թե սերկուսին, սերկուսները կաթոլիկներին, այսինքն թույլ տալ ունենալ պոլիֆոնիա, այսինքն տարբեր ձայներ մի հասարակության մեջ, դա ընդհանրապես Ռուսաստանի մասին չի։ Դրա համար եմ ասում, որ պապին անտանելի է եւ մառազմացիկ է։ Ինքը չի հասկանում, որ ինքը այն ինչ որ ինքը խոսում է, ամբողջությամբ հակասում է նրան, ինքը ինչը ուզում է, ինչը կառուցում է եւ ինչ ուզում էր ասել։ Սա հոգեկան հիվանդության եւ ուղեղի
արդեն մահվան մասին է խոսում։ Բայց պատերազմի մեջ է գտնվում։ Պատերազմի մեջ է գտնվում, հիմա ինչ որ վերաբերում ինքը սա միտքը մի հատ էլ է արտահայտ այն միջառարկը չեմ լսել, հատվածն եմ մենակ լսել, որ դվիժուխ է ուզում ինքը, այդ դվիժուխի պատմությունն է, էլի։ Պարապա մնացել էլի եմ ասում։ Պարապա մնացել։ Պատերազմի, թեժ պատերազմի։ Ինքը չի հասկանում պատերազմը։ Շրջանում։ Հա, որտեվ քիչ է ինքը, տենց խոսում է նրա մասին, որ առաջ խաղացում կա, բայց չկա տենց բան։ Ուկրաինական ճակատում ռուսական զորքերի առաջ խաղացում չկա, որի մասին նախագահի մակարդակով կարաս խոսած։ Նույնիսկ 51-րդ բանակի, որը կեսը շրջափակման մեջ է, մակարդակով չես կարող խոսած, որ հիմա Պակրովսկի ուղղության վրա որ առաջ խաղացում կա։ Չկա առած բանակի մակարդակով, բանակի ոչ թե Ռուսաստանի զինված ուժերի, այլ բանակի, հա, կորպուսի, դիվիզիայի մակարդակով չկա, կան ինչ-որ առաջ խաղացումներ բրիգադային մակարդակով, այսինքն մարտավարական 400 մետր, 300 մետր, ընդ որում առաջ հետ, հա, այսօր կարող է սենց լինի, վաղը կարող է վերադարձնել տարածքները։ Իսկ նկատի ունի, իհարկե մենք չենք Չէ, սա ուղղակի մի հատ վերջացնեմ այս միտքը, որովհետև դվիժուխը կա իրականում։ Եթե իրան ինչ-որ մեկը զեկուցի ամեն օրվա բանը, ասենք, չգիտեմ, ոնց որ ես եմ, ամեն օր առավոտյան մի հատ բացում եմ, երեկվա բաները, Ուկրաինայից ընկերներս ուղարկում են բաները, խորքային հարվածներ ռուսական MPZ-ների, եթե գալիս է տենց ինչ-որ դա եմ մի հատ նայում, հետո նայում եմ այդ ճակատում ինչա կատարվում, այդ իրանց քարտեզները, օնլայն քարտեզներ կան, որտեղ այդ խաղերը ամեն օր նայում ենք, տեսնում ենք ինչա, ասենք բրիգադներով, հերթականցնով, օրական ասենք 2-3 ժամ դա ինձանից տևում է։ Դա հիմա ինքը նախագահ մարդ է, լիքը պարապ մարդ ունի կողքերը։ Այն կինդեր սուրպրիզը, բանը, այլ ռազմական հանցագործներ, որ ամեն օր իրան զեկուցեն, ինքը տենց լավ է զբաղված կլինի սա որ։ Լուրջ եմ ասում, այնքան դվիժուխ կա այնտեղ, իր ամեն մի բան սատկացրած ալկաշի, որին ինքը չմոբիկ է սարքե տարել այնտեղ, ամեն մեկին որ գալի դրոնը խփում է այդ նկարները, որ դնեն դեմը, բան։ Տենց ինքը լավ է դվիժուխի մեջ կլինի։ Լավ, մյուս վարկածը մենք չենք այսպես կրահում, պարզապես փորձում ենք հասկանալ, մարդ ինչ որ բան է ասել եւ նախագահ Ռուսաստանի նախագահը։ Գուցե նկատի ունի, որ միաբևեռ է, նկատի ունի, որ տխուր է, որովհետև բազմազան չէ, որովհետև իրեն չեն նկատում այդ աշխարհի շախմատի, եթե խաղատախտակ վերցնենք, այդ դեպքում հարց, եթե կներեք շատ ներողություն, որ այսպես պատկերավոր եմ հարցս պատկերով եմ ներկայացնում, եթե տեսնենք, որ աշխարհում կա շախմատի խաղատախտակ եւ դե երկու խաղացողներ են հիմնական լինում։ Ովքեր են այդ երկու խաղացողները եւ արդյոք Ռուսաստանը այդտեղ նստած է ինչ որ մեկի հետ խաղում է, չեմ ասում ինչ որ մեկի դեմ։ Այդ դավադրական տեսությունների եւ արդյոք Ռուսաստանը սրանով ուզում է ասի, ես էլ եմ ուզում գամ, նստեմ, խաղամ այդ խաղատախտակի մոտ։ Որտեղ է Ռուսաստանը, եթե խոսքը գնում է շախմատի տախտակի մասին։ Այդ շատ եք բարձեցնում, ինքը հնարավոր է, հա, հնարավոր է այդպես պատկերացնել, բայց եթե այդպես պատկերացնենք, չէ, այնտեղ Ռուսաստան չկա։ Եթե երկու օքի, այնտեղ նույնիսկ Ամերիկա չկա։ Ովքեր են։ Հիմնականում տրանսնացիոնալ կորպորացիաների մակարդակով բայց իրանք իրենց հետ չեն խաղում։ Չէ, իրանք իրար մեջ են խաղում։ Գոյություն ունի, դե հիմա այսպես կոչված անցումային փուլ է, transition, նու transition transformation transition-ի փուլ է։ Խոսքը արտադրական ռեսուրսների մասին է եւ արտադրական ռեսուրսների մասին, երբ որ ես ասում, խոսքը նրա մասին է հին մոդելը, որտեղ որ նավթը, մեծ գործարանները, բաները, այսինքն S մոդելը կառավարման, որտեղ որ մարդկային կապիտալը պահանջում էր, որ այսինքն մարդկային կապիտալի առջև դրված խնդիրները դա մի փոքր ավտոմատացմանը ծանոթ մարդ լինի, հա, ասենք տենց պրոֆտեխ ուսումնասարանի մակարդակի մասնագետը բավարար էր։ Գործարանը առավոտ 8-ին պետք է գնաս, մի հատ արանքում հաց ուտես, 5-ին պետք է գնաս տուն, գարեջուրդ խմես, իրիկունը մի հատ երեխա սարքես, հետո տենց ուսախ կյանք։ Ու հեռուստացույցի մոտ։ Հա, հիպոթեկդ նայես, բան անես, տարին մի անգամ կարող է գնաս արձակուրդ, այս մոդելը, որը որ կոչվում է American Dream, որը որ 50-ականներին կառուցվել է, ինքը տենց տարածվում էր։ Եվրոպան մի պահ դրանից փոկվեց, մոտավորապես երևի թե Դեգոլից հետո։
այդ 65-68 թվականի այդ Սարտերի բանի այդ պատմությունները, երբ Եվրոպայում ապրող երիտասարդությունը ամբողջությամբ դեմ կանգնեց Վիետնամի պատերազմին, այսինքն Եվրոպան այդ տարիներին ամբողջությամբ ձերբազատվեց իր հին կայսրական մոտեցումից եւ սկսեց կառուցել նոր տիպի կայսրություն, հա, British Commonwealth այսպես կոչված եւ ֆրանկոֆոնիան, որը ֆրանսիական բանն էր, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան վերաձևակերպեցին իրենց ազդեցությունը իրենց նախկին բաներում, արվարձաններում եւ մնացին։ Ամերիկան այդ ընթացքում, ասենք, չգիտեմ, մի քանի պատերազմի մեջ մտավ, մի քանի տեղ տապալվեց, նույն Ինդոնեզիայում բանում եւ այլն, ինքը Եվրոպան մարդուն անձը դրեց գլխավոր ու դա պատմական է այդ ազատությունների խարտիան Անգլիայի, ասենք, 12-րդ դարի բան այդ Բոնապարտի կոդեքսը բան Եվրոպայում ավանդական էր դա եւ մեծ հաշվով նույնիսկ 20-րդ դարի սկզբի այդ բողոքական էթիկան եւ կապիտալիզմի ոգին Վեբերի աշխատությունում այդ բանը շատ լավ երևում է անձը առաջնայինը Ամերիկայում կորպորացիան եկավ առաջնային բիզնեսը Այն որ Տրամփ ուզում է վերականգնի, որ ինքը ասում է 1880-ականներին այդ որ բանը, որ պատկերացնեք մինչև 1910 թվական խոշոր կորպորացիաների շահութահարկը 0% էր Ամերիկայում։ Այսինքն այդ կարգի էր, էլի։ Բայց 20 թիվ ունեցան։ Հենց դրա համար էլ ունեցան։ Այսինքն խնդիրը ո՞րն է, դու չես հետևում քո աշխատանքային ինչ ուզում ես արեք մարդկային կապիտալի կարիք ունես։ Եթե դու չես հետևում քո աշխատուժին, իրանք ոնց էին, իրանք գնում էին առաջ էին շարժվում միգրացիոն հոսքերի շնորհիվ։ Իրենք չէին հետևում եղած բան, չէին ապահովում եղած բանվորական ուժի, հա, պայմանական բանվորական աշխատուժի եղած սոցիալական խնդիրները չէին ապահովում, դրանք ինչ որ թողում գնում էին քաղաքներից դեպի այդ, չգիտեմ, Կանզաս, Դակոտա, Մոնտանա, այն կողմին, փախնում էին, գնում էին Կալիֆոռնիա, գնում էին նավթային հանքեր, Տեքսասում բանում, բայց ստեղ գործարաններում նոր հոսքեր գալիս։ Լեհերն էին գալի, գերմանացիք էին գալի, ինչ որ մասամբ բաներ էին գալի, որոնք գալի լցնում էին այդ գեփը, այդ դատարկությունը փակում էին։ Հետո մի պահ, երբ որ դա դադարեց, Եվրոպայում մեծ պատերազմից հետո այդ առաջի համաշխարհային կոչված ահավոր զոհեր եղավ Եվրոպայում եւ այդ ներհոսքը դեպի Ամերիկան դադարեց։ Այդ դադարեց աշխատուժ չկա։ Իրանք չէին հետևում աշխատուժին։ Այտենց էլ վարի գնաց։ Բա հիմա ինչ է անում։ Նույն բանն է անում։ Դե նորից դեպրեսիայի մեջ են։ Տրամփը հիմա նորից նույն բանն է անում։ Արդեն սկիզբն է։ Այո։ Այս ներողություն շատդաունը, կներեք, շատդաունը կառավարության աշխատանքի։ Իրեւ շատդաունի պատճառը հենց բժշկական ապահովության հարցերն են։ Այսինքն հանրապետականները ուզում են, որպեսզի բժշկական ծախսերը, որը բյուջեի վրա են նստում, կրճատվեն։ Դե իրանք պարզ է, իրանք այդ 4 տրիլիոնի բաներից հարկերից ազատում են խոշոր կորպորացիաները, իսկ այդ ծախսերը առողջապահական ընկնեն մարդկանց վրա։ Ինչու՞մն է այստեղ հիմնական խնդրեմ մեր լսողները, մեր բոլորս ընկերներն են Ամերիկայում, բանն է, shelter, այսինքն ապրելու տեղը, բնակարանը, տունը, որը հիպոթեկով են վերցնում կամ վարձով են տալի, բան բոլորը գիտեն, որ ասենք 10 տարվա մեջ գները կարող է կրկնապատկվել են, եթե ոչ եռապատկվել։ Հա, հիմա միջին ամերիկյան ընտանիքը, որը նույնիսկ 15 տարի առաջ ինքը միտեղ աշխատում են, իր սպասվող կամ ռեալ եկամուտները, ասենք կարող է տարին աճել են 7-8%-ով, իսկ այդ տան ծախսերը, ասենք կրկնապատկվել են 10 տարվա մեջ, հետո գեփ կա։ Այսինքն մարդու մոտ փողը պակասել է։ Փողը, որը ինքը ունի ծախսի վրա, ինքը էլ չի կարող սեյվինգ անի, ավանդներ դնի, բանանի, չի կարողանում, ասենք, բաժնի տոմսեր առնի։ Ինքը կորցնում է միջին դասի կարգավիճակը, գնում է դեպի յոլա գնացող աղքատ։ Ինքը որ գնում է միջին դասից, որ դուրս է գալիս դեպի ներքև, ինքը չի կարողանում իր զավակներին ապահովի նորմալ կրթություն։ Հետևաբար, ստեղ սկսում է աշխատել աղքատության ինքնավերարտադրության մեխանիզմը։ Այսինքն ընտանիքը, որը չունի բավականաչափ եկամուտ, չի կարողանում ապահովի իր երեխաներին, զավակներին նորմալ կրթություն, իրենց զավակները փաստացի մնում են նույն դասի մեջ, նույն կարգավիճակով, առանց կրթության շանսերը պակասում են
նվազում են կրկնապատիկ կամ եռապատիկ նվազում են, բարձր աշխատավարձ ստանալու եւ այդ շղթայից դուրս գալու։ Հիմա քանի որ մեզ մոտ աշխարհում տեղի ունենում է փոփոխությունը դեպի արհեստական բանականություն, կվանտային հաշվարկներ, բաներ եւ այլն, այս կորպորացիաների կռիվն է։ Այստեղ պետությունները երկրորդական դեր են տանում։ Այսինքն պարզա չէ, որ Տրամպը որպես այդպեսին ինքը ներկայացնում է ինչ որ կորպորատիվ շահեր։ Նույնպես կորպորատիվ շահեր ներկայացնում են բոլոր երկրների, սենց ասեմ, վարչապետերը։ Դա նորմալ է։ Կամ նախագահները մի քիչ ավելի սենց խախուդային են, քաղաքական։ Այդքան մեծ ազդեցություն մյուս երկրների վրա չունեն։ Միացյալ Նահանգների դոլարը ունի։ Չէ, խնդիրը, ստոպ, սխալ ենք դիտարկում։ Տեսեք, Միացյալ Նահանգներին որտեղ նայում եք, դուք պետք է Իրան որպես հակակշիռ դիտարկեք ոչ թե առանձին Ֆրանսիան, այլ Եվրամիությունը։ Լավ, դիտարկեցինք։ Եթե որ տենց դիտարկում եք, տեսնեք, որ Միացյալ Նահանգները Եվրամիությանն են արդեն պարտվում համաշխարհային բան։ Շանս չկա էլ։ Վերջակետ, բրծավ։ Որտեվ ինչ ուզում ես անես, դու միևնույն է, Ամերիկայի Միացյալ Նահանգների establishment-ը King Charles-ին ճանաչում է որպես ճանաչում է։ Ու տենց է։ Ու ոչ բան չես կարող անես։ Ու իրանք մեծ հաշվի։ Եկեք տեսնենք։ Ինչի հետևանքները։ Տեսնում ենք մենք այդ հենց նույն այդ shutdown-ի։ Դե տեսեք, shutdown-ի թեման որն է։ Այս անգամ Տրամպը հայտարարեց հիմնական էլի եղել է shutdown։ Shutdown-ը եղել, եթե չեմ սխալվում, 13 թվականին, 11 թվականին, դες ինչ-որ հիշում եմ։ Օբամայի ժամանակ էր, մի հատ իր ժամանակ էր, եթե չեմ սխալվում։ Իր ժամանակ եղավ թե չէ, թե եկավ հասավ բան արեցին։ Թեման որն է, այս անգամ ինքը ասում է, որ ինքը պատրաստվում է կրճատել։ Shutdown-ը որն է, ոչ մի պետական մարմին չի գործում։ Այսինքն երկարաժամկետ պարտատոմսերի համար այդ բոների, այսպես ասած, Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը չի դադարում վճարում անել, բայց կարճաժամկետները եւ ասենք այդ աշխատավարձեր, բաներ, ֆեդերալ բոլոր ծառայությունները, բան իրանք գնում են պարապուրտ արձակուրդի առան չվճարվող արձակուրդ։ Դրա համար ասում եմ ներողություն lockdown-ը չի սազում, բայց դա իսկապես lockdown-ի lockdown չէ, բայց lockdown-ին այդ բաներ ուղղաթիռային փող էին բաժանում, մեր lockdown-ին լիքվորան փող էին։ Շարունակությունն է lockdown-ը։ Տեսնենք այստեղ ինչ է լինում։ Այստեղ խնդիրը գալիս է կանգնման նրան, որ հիմնականում դա լինում էր, բայց լինում էր ոնց դուրս էին գալի, ասենք կարող մի շաբաթ չաշխատեին, հետո վերադառնային աշխատանքի։ Հիմա Տրամպը ասում է, որ ես այնտեղ սաղին կրճատելու եմ։ Այսինքն ինքը շարունակում է այդ գիծը, որ ուրեմն գերհարուստների օգտին վերաբաշխված գումարները, ինքը նաև ֆեդերալ աշխատողներին, այսինքն դաշնային աշխատուժը, որը որ հիմնականում ողնաշարն է պետության, իրանց էլ է ազատում աշխատանքից, իրանց աշխատանքից ազատելուն զատ ընդեղ նաև սոցիալական բավականին մեծ փաթեթ ունի պետական ֆեդերալ աշխատողը, դա էլ է կրճատվում, որովհետև դե մի հատ թոշակ է տալի կամ ասենք 3 ամսվա ինչ-որ բանը կտան, որ դուրս բերեն, բայց այդ ամբողջ փաթեթը իրենց ու իրենց ընտանիքի անդամների դուրս է գալիս։ Այդ թվում դուրս է գալի կրթական գումարները, կրթությանը տրվող գումարները։ Այսինքն սպասարկելով կորպորատիվ այնպես չի, որ այդ կորպորացիաները չեն հասկանում, որ այս transition-ն է տեղի ունենում, իրանք cash են հավաքում, որ transition-ի ժամանակ ինքը մեծ տեկտոնիկ փոփոխություններ առաջացնելու։ Ես ենթադրում եմ, որ այդ cash-ը իրանք հավաքում են, որ այլ երկրների խոշոր կորպորացիաները գնեն կամ փողով նվաստացնեն այդ անցումների ժամանակ, բայց ամեն ինչ լավ կլիներ, եթե չլիներ այն մյուս մառազմատիկ բիձուկը, որը տխուր է ու պատերազմ է ուզում։ Այս փոփոխությունը, transition-ը, ինքը լրիվ նորմալ վիճակում կանցներ այս մոդելով, որը որ մեծ հավանականությամբ կբերեր հերթական անգամ Ամերիկայի բանին, աճի, ոնց որ ամեն մի համաշխարհային պատերազմից հետո։ Հիմա դա այդպես չի։ Որովհետև առաջին եւ երկրորդ իրականում առաջին համաշխարհային պատերազմը եւ իր հետևանքները, որովհետև 18 թվական, 19 թվականի Կոմպիենը բանը սխալ էր, Վերսալը Կոմպիենը վատ էր ինքը բանի համար, ինքը մեկ միշտ շարունակությունն էր։ Առաջի եւ երկրորդ այդ համաշխարհային պատերազմները որ կային եւ Եվրոպան ոչ միայն ներգրաված էր, այլ տարածքում էր անցնում։
Հիմա Եվրոպայի տարածքում չի անցնում, ավելին հիմա անցնում է այնտեղ, որտեղ որ Եվրոպայի հիմնական անտագոնիստը Ռուսաստանը մաշվում է։ Թե առաջի եւ թե երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ռուսաստանը իրականացրել էր Տրոյան ձիու բանը։ Չէ, ինքը տենց էր ստացվել, որովհետև երբ բոլշևիկների հեղաշրջումը եղավ 17 թվականին, փաստացի հաղթած պատերազմում բոլշևիկները հանձնեցին ամբողջ Ուկրաինան, Բելարուսը, բանը Գերմանիային, ընդཐུպ մինչև Վրաստանը մենշևիկներն էլ գերմանացիքին բերեցին, դեղ էլ էին կանգնած դրանք։ Այս բաները ինչ եղավ, իրանք ոնց որ նոր ռեսուրս տվեցին եւ Գերմանիան համելի դիմացավ, համ Անտանտը մնաց անհասկանալի վիճակում, որտեղ շուտ մեկը իրանց այնտեղ դավաճան էր։ Շատ հետաքրքիր է Հայաստանի Հանրապետությունը, առաջի հանրապետությունը, որը Նիկոլը չի սիրում։ Բայց պետք է ասեմ, որ իրեն շատ ված գա։ Անտանտի անդամ դարձավ հենց Ռուսաստանի մանդատով, որտեղ միակ պետությունը ում ճանաչեցին դա Հայաստանն էր։ Այդ Հայաստանին հասավ, այսինքն Ռուսաստանի կայսրությունը որ քանդվեց, միակը որ մնաց որպես բան, դե Ֆինլանդիան գնաց անկախացավ ու գնաց բան, Շվեդիայի պես նեյտրալ, ել մարդ չկար։ Մենակ մենք էինք, որ Անտանտի անդամ դարձանք եւ Անտանտի անդամ էլ շարունակել են։ Եվ մենք տենց էլ ավարտել ենք այդ պատերազմը։ Ամեն դեպքում լավ է թողենք այդ շուտ։ Չէ, դա կարևոր։ Դե հա, կարևոր նշումա այնա, որը որ բանն է, այդ որ Մասիսը չի սիրում։ Բան մենք Անտանտում Մասիսով, բանով, Կարսով, Հոլթիով, սա մենք ենք։ Ասում եմ դու հիմա Էրդողանի բանը մազա։ Հիմա խնդիրը որն է, երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքականությունը գծվել է, ինքը գծվել է կորպորացիաների շահերից ելնելով։ Եվ այս կորպորատիվ շահերը ենթադրում են, որ իրանք կփակվեն իրանց մեջ, չեն մասնակցի, ռեսուրս չեն ծախսի։ Իսկ այնտեղ ռեսուրս ինքը ինչ անում, ինքը ասում է Ուկրաինայի պատերազմը գցեք բանի վրա։ Գցեմ Եվրոպայի գրպանը, սա իր ադմինիստրացիան է տանում, որ Եվրոպան կզի։ Բայց Եվրոպան չի կզում, որտեղ Ռուսաստանի սառեցված փողերը Եվրոպայում են։ Եվ Եվրոպան ինչքան է ծախսի, հələ այդ գումարներն է ծախսելու։ Դա մեկ, երկրորդը, քանի որ պատերազմը ոչ թե Եվրոպայում է, այլ փաստացի Ռուսաստանում։ Ну, Ռուսաստանի նավթամշակող գործարաններն են վարի գնում, էլի ոչ թե Եվրոպայի։ Հա, Ուկրաինայի տարածքում, բայց Ուկրաինան այդ տարածքները հետ կբերի։ Ամեն դեպքում մաշվում է Ռուսաստանի զինված ուժերը, մաշվում է Ռուսաստանի տնտեսությունը, մաշվում է Ռուսաստանի բնակչությունը, մաշվում է Ռուսաստանի հեղինակությունը համաշխարհային, Ռուսաստանը հետ է մնում տեխնոլոգիապես, Ռուսաստանը մնում է Կիմ Չեն Յունի հույսին, նույնիսկ հրետանու բանով, հա, իհարկե կարելի է այտենց բան անել, բայց արդեն պետական բյուջեն Ռուսաստանի շատ եմ խորհուրդ տալի, բացեք, նայեք Ռուսաստանի կենտրոնական բանկի, տնտեսական այդ զարգացման նախարարության եւ էկոնոմիկայի նախարարության հաշվետվությունները։ Մյուս տարվա վրա ամեն ինչը անկում է բյուջեի դեֆիցիտով մինչեւ 26-29 թվականների 3 տարվա գալիք 3 տարվա համար Ռուսաստանը բացասական հարկեր է բարձրացնում։ Ահեն բարձրացնում է 22%, բարև ձեզ։ Փոքր միջին բիզնեսը 10 միլիոն դրամը գերազանցող բիզնեսը տանում մտցնում է ահեի տակ, այսինքն իրանք ոնց որ ինչ 7%-ը 5%-ը ինչ էր, մի անգամից սարքում է 22։ Ահրելի բան է, այսինքն գնում է, փող չունի, այդ փողը մի տեղից պիտի բերի, բայց հարկերը դու որ բարձրացնում ես, դու նաև սպանում ես տնտեսական աճի։ Ասում եմ, ես դրա հաշվին ոչինչ, ես հարկերը բարձրացնեմ, տնտեսական այդ բանով։ Իրանք արդեն հարկեր են բարձրացրել եւ այո, հարկերը բարձրացրել են 24 թվականին, եթե չեմ սխալվում, թե 25։ Ամեն դեպքում այս տարի իրանց սպասված ԱԱՀ-ի ուրեմն սպասված մոտարապես 4 տրիլիոն ռուբլի էր, հավաքել են 1.6 մինչև առաջի կիմսարկը։ Այսինքն իրանք իրանց սպասվածը չեն հանում։ Ոչ հարկերով, ոչ մի կերպ։ Եւ սա շարունակվելու, այսինքն շանս չունի Ռուսաստանը։ Դրա համար եմ ասում, որ Եվրոպան ոչ միայն ստանալու է այդ իր գումարները, այլ նաև Եվրոպան ստանալու է կոնտրակտները Ուկրաինայի վերականգնման պատերազմից հետո, հաղթանակից հետո Ուկրաինայի բարձր, դա մեկ։ Երկու, պատերազմը ավարտվելուն պես, եթե այդ բունկերային առնետը չսատկեց, ինքը կմնա փակ, որ պահից որ սատկեց, ինքը բացվելու է, եւ ամենահամով տիկեքը էլի ընկնելու են եվրոպական կորպորացիաներին։
ոչ ամերիկյան, որովհետև Անմահության մասին է խոսում։ ով Պուտինը։ Անգամ ոչ թե կյանքի Ես ձեզ ասեմ, երկարացման, այլ անմահության թեման է շոշափվում։ Ես ձեզ ասեմ, իրականում հիմարության անմահության մասին կարելի է պոեմներ գրել։ Չէ, հիմարությունը անմահ է։ Ուղղակի ուրիշ հիմար է գալու, ինքը չի գալու։ Այստեղ հարցը նրանում է, որ Ռուսաստանի անմահությունը մի փոքր փուչիկ է, որտեղ ինքը ոսկե հորդի Տամերլանի մնացորդն է, իրենք սլավոնների հետ կապ չունեն։ Իսկ դրա բանը վերջանում է, ինչ որ պոտենցիալ կա, որը վերջանում է։ Այսինքն ամեն անգամ Ռուսաստանը, եթե սկսենք 20-րդ դարից, 20-րդ դարից սկսած Ռուսաստանը մենակ կորուստներ ունեցել տարածքային։ Որ հիշեք 905 բան ռուս-ճապոնական պատերազմ, 914 առաջի համաշխարհային, որից հետո ինքը մի անգամ տրոհվեց, քաղաքացիական պատերազմ մի հատ էլ տրոհվեց, երկրորդ համաշխարհային, ասենք, առանձնապես բան ձեռք չբերեց, սովետը բլեց էլի տրոհվեց, հիմա հերթը Ռուսաստանինն է։ Ռուսաստանը պետք է, որտեղ ինքը շատ մեծ է, ինքը իրականում ենթակառուցվածքներ չունի, որոնք կապում են Մագադանը բանի հետ, Կալինինգրադի հետ, Կյոնիգսբերգի եւ Պետերբուրգը Վլադիվոստոկի, հնարավոր չի դա։ Ուղղակի հնարավոր չի։ Մի գծանոց, մի բան, ինչ է այնտեղ, մի հատ բամ է էլ։ Մի հատ երկաթգիծ է, որը կապում է։ Դա բան չկա, չես կարա պահես, 12 ժամ է։ Երկիրը, դու ռեսուրս չունես դա պահելու համար, դու կամ պետք է լինես ժողովրդավար, ֆեդերատիվ, այսինքն որ յակուցիան որոշի ինքը ինչ բան է անում, յակուցիան ուղղակի համաձայնվի, որ դու իրա փոխարեն մանկում քվեարկես, բայց մնացածը թողես իրան։ Կամ եթե դու ուզում ես կենտրոնից կառավարես յակուցիան, պարզա որ սա կաշառակերության բուն է, կաշառքով ուղղակի սպանել ես, ինչը կա, գիտեք չէ, Լենայի վրա մոտ չկա Յակուտսկ քաղաքում։ Յակուտսկը Յակուտիայի մայրաքաղաքն է, Յակուտիայում աշխարհի ադամանդների ինչ-որ ահռելի տոկոսն է, գերհարուստ է, մի բուռ մարդ են, այսինքն իրանց այնտեղ փաշի պես պահելը ընդհանրապես թեմա չի, ասենք ամեն մեկին կարելի է այդ վաճառված ադամանդներից պահել, բայց իրանք մինչև հիմա Լենայի վրա մոստ չունեն, Լենան չէ, Լենան գետն է, որի վրա է։ Լենան գետն է։ Այս շաբաթ ինֆորմացիա եղավ, որ Միացյալ Նահանգների նախագահի հրամանով Թրամփի հրամանով մշակում է Ուկրաինային աջակցելու նոր նախագիծ, ասում էին բոլորը շատ խանդավառված էին, ահա Թրամփը որոշել է տամագաֆ տա։ Ինչ վերաբերում է տոմագաֆ, հիմա նորից վերադառնանք մի հատ այնտեղ, ես ասեմ ինչն է բանը։ Քանի որ Թրամփը կառավարում է որպես բան ամերիկյան կորպորացիաների, ինչի համար Ռուսաստանը տեղ չունի եւ Թրամփի ասածն էլ ոչ մի նշանակություն չունի, որովհետեւ այդ շախմատը խաղում են երկու տիպի կորպորացիաներ, որոնք ապագային են ուղղված եւ կորպորացիաներ, որոնք հնին են ուղղված։ Օրինակ Մասկը, որին ես էլ Արմենիայից հիշում եք ասում էին տեխնոֆաշիստ իր բաներով, ինքը այդ նոր տիպի կորպորացիաների կողմնակիցն է, որոնք որ բան է։ Հին տիպին է, դա ասենք Թրամփի ժողովուրդն է, որ ասում է եկեք սա գործարանները վերականգնենք, American Dream բան։ Հիմա այս կոնֆլիկտը գոյություն ունի մենակ Ամերիկայում։ Ամբողջ աշխարհում այս տիպի կոնֆլիկտ չկա, որտեղ աշխարհում էլ այդպես հիմար բաժանում չկա։ Ոչ միտեղ։ Այնտեղ բոլորը համապարփակ sense inclusive զարգանում են։ Յուրաքանչյուր կորպորացիան, օրինակ նույն Դասոն, որ վերցնեք, որը արտադրում է, ինքը համ էսա համենա, Տալեսը համ էսա համենա, Լեոնարդոն համ էսա համենա, գոյություն չունի այնտեղ, Ռեյն մետալը համ ծանր տեխնիկա արտադրում, համ լուրջ բան ունի։ Ու եվրոպական կոոպերացիան ահռելի բարձր մակարդակի վրա է, դրա համար կայունություն կա։ Իրանք տարբեր են 27-28 երկրի բանն է, այսինքն ինքը 27-28 հենակետ ունի։ Ինքը մի ակադեմիա չի, մի համալսարան չի, մի բան չի, ինքը սենց հենակետեր է։ Թրամփը որ ասում է կտամ բան, տոմահավք։ Տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգները արտադրում է 50 քանի տոմահավք։ Իդեպ Reuters-ում եղավ, որ Պենտագոնի որոշ պատասխանատու եւ բանիմաց եւ տեղյակ աղբյուրներ ասել են, որ պարզա տոմահավք չեն տալու, ինչը ինձ ընդհանրապես չի զարմացնում, որովհետեւ ի վերջո պետք է հասկանալ, որ տոմահավքը դա բան է։ Ինքը ստեղծվել է ընդհանրապես ծովային որպես հրթիռ։ Հեռահար հրթիռներ ունի, բայց դա Storm Shadow-ի համարժեքն է։ Այսինքն ինչ-որ բրիտա Scalp Storm Shadow-ա ֆրանսիական։ Ինչ է պլանները Թրամփի, եթե կարելի է խոսել պլանի մասին։ Թրամփի պլանը ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված։ Այսօրվա դրությամբ ինչ ասվում է, ինչ ունենք։
Տրամպը հələ որ Կամբոջայի ու Ալբանիայի միջև խաղաղության պայմանագիր է կնքում ու տենց ինչ-որ մաների մեջ։ Չգիտեմ, չկա պլան այնտեղ։ Ընդհանրապես պլան չկա։ Չէ, բայց այդ խոսակցությունները, որը հա մշակվում է պլան, հիմա Ռուսաստանի Մոսկվայի ենթակառուցվածքները Չէ, դե ինչ կապ ունի պլանը, իր պլանը նրա հետ է կապված, որ ինքը բան չունի։ Մի տարի անցավ այն պահից, որ ինքը հայտարարեց, որ 24 ժամում պատերազմը կավարտվի, որպեսզի բացարձակ հիմարի տեսք չունենա, ինչ ինքը ունի, ինքը չի կարող այդ տեսքը չունենա։ Ինքը ինչ-որ դուրակ բաներ է խոսում, ուղղակի ինֆորմացիոն աղմուկ է ստեղծում։ Տոմահավք տալու համար ախր Տոմահավկը պետք է հասկանալ, հա, այս 19-րդ դարը չի, որ ասես ռագատ կտամ, այս քարը կվերցնես, կդնես ռեզինի մեջ, կխփես պատուանը կջարդվի։ Տոմահավկի համար եկա բանապետ, ենթակառուցվածքա պետք, համակարգ պետք լինի, պետք է աշխատի, այդ պետք ինչ նավի վրա պետք է դնես, ինչ պետք է անես, որտեղից պետք է կրակես, ուր պետք է կրակես։ Ուտի մեջ խոսակցություններ։ Հա, անիմաստ բան է։ Շնորհակալություն։ Գովազդ հայտարարենք եթերում, հետո տեսնենք, թե Ալիևը եւ Փաշինյանը Կոպենհագենում շատ էլի նորից շատ գեղեցիկ նստած զրուցում էին։ Ինչ ունենք այդ հարցում։ Գովազդից հետո, սիրելի հայրենակիցներ, մնացեք մեզ հետ, կհրադառնանք տաղավար, երբ կշարունակենք մեր զրույցը Կարեն Սարգսյանի հետ, Գովազդի եթերում։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Սիրելի հայրենակիցներ,
Հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանի հետ։ Պարոն Սարգսյան, ՄԱԿ-ի ասամբլեայի, ուրեմն գլխավոր ասամբլեայի նստաշրջանն էր 80-րդ, Ալիևը ելույթ ունեցավ, հետո Փաշինյանը պատասխանեց։ Դե Ալիևը կարծես թե նենց է ներկայացնում, կարծես թե պատերազմը Հայաստանն է սկսել, ինչ որ խեղաթյուրումներով հայտարարություններ է անում, ասում է ՄԱԿ-ի այդ բանաձևերում անվերապահորեն Հայաստանին պահանջում էին, որ Հայաստանը վերադարձնի ուրեմն տարածքները, շրջանները, այսինքն խեղաթյուրում է գնում նախ Հայաստանը այնտեղ չպետք է ոչ մի բան վերադարձնել այդ բանա 4 բանաձևերի մեջ Հայաստանը պետք է իր ազդեցությունը օգտագործեր Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի վրա, առաջինը եւ երկրորդը անվերապահորեն չէր, այլ գրագի դադարեցում էր պահանջվում Ադրբեջանից։ Եվ ամեն ինչ ներկայացնում է այնպես, կարծես թե Հայաստանն է հենց պատերազմը սկսել։ Այս խեղաթյուրումները երևի թե հուշում են դրա մասին, որ ինքը ինչ-որ ձևով արդարացնում է իր գործողությունները, արդյոք այո, թե ոչ, ես իմ հարցս դա է, ինչու է ինքը խեղաթյուրում փաստերը, նշանակում է արդյոք, որ այնուամենայնիվ չի արդարացվում, չեն արդարացվում իր գործողությունները, երկրորդը օգտագործեց Էլինորից Զանգեզուրի միջանցք, ասեց Թրամփի ուղին անցնում է Զանգեզուրի միջանցքով եւ այստեղ գալիս է արդեն Փաշինյանի հայտարարությունը, նա ասում է ինչ Զանգեզուրի միջանցք, այդպիսի բան գոյություն չունի, ձևակերպում գոյություն չունի եւ այսպիսի ձևակերպում Փաշինյանից այն ինչ կատարվում է, անվանվում է առանց Հայաստանին հարցնելու Հայաստանի տարածքի ինչ որ մասին անուն են դնում, անվանում են դնում, սա ինքնիշխանության փոխադարձ ճանաչման սկզբունքի կոպտագույն խախտում է, ասում է Փաշինյանը։ Ինչ է այդ բառային, խոսքային հայտարարությունների տակ թաքնված կամ գուցե թաքնված չէ, ինչ է ցույց տալիս, արդյոք հետ դարձ է, արդյոք զրացնում է, Փաշինյանը ցույց է տալիս, որ Ալիևը հետ է կանգնում իր պայմանավորվածություններից Վաշինգտոնյան օգոստոսյան, համեցեք։ Իհարկե։ Տեսեք, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն չկա։ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից մի քանի սուտ խոսած։ Ալիևը սուտ է խոսում միշտ, բայց Ալիևը ավտոկրատ է, տոտալիտար ռեժիմի ներկայացուցիչ։ Ալիևը չի կարող սուտ չխոսել, որտեղ Ալիևը եթե սուտ չխոսի, ինքը պետք է դուրս գա այդ պաշտոնից, գնա, որտեղ ինքը սկզբանե սուտ է խոսում, որ ինքը ընտրվել է, գնումից չի ընտրվել։ Ինքը իրան նշանակել է, բայց քանի որ իր ժողովուրդը օքեյ է դրա հետ, մենք բան չունենք ասել։ Ձեզ դուր է գալի, որ ձեզ տենց ոչխարի տեղ են փահում, այդ ձեր պրոբլեմն է։ Մեր հետ գործ չունենք։ Հիմա ինչ է անում Ալիևը, պարզ է։ Ես վաղուց ասել եմ, որ Փաշինյանին ոչ մեկ տարածաշրջանում չի հարգում։ Չեմ ուզում Փաշինյանին վիրավորեմ, ռացիոնալ մարդ եմ։ Ես նայում եմ, ես տեսնում եմ, եթե դու փորձում ես մեկի հետ խաղաղության պայմանագիր կնքես, պարաֆիկացնում եք, այդ թուղթը ստորագրում եք, քարտեզեք բանանում, մարդը ասմացինք մի արա, դու մեկը շարունակում ես ասես նենց ոնց որ քեզ է հարմար, դու իրեն չես հարգում։ Ուղղակի։ Ու քանի որ ինքս ես չի հարգում, Փաշինյանն է հա տեղ անտեղի։ Լսում ես Փաշինյանի ճառը, ինքը շատ հաճախ սկզբից ասում է Ադրբեջանը, հետո Հայաստանը։ Ես չգիտեմ խի այդպես։ Ինքը տարածաշրջանը նկարագրելուց սկզբից Ադրբեջանը ասում, հետո Հայաստան։ Այդ ծեծված, արժանապատվությունը կորցրած, վախից չոքերը դողացող անձնավորության վարքա։ ՄԱԿ-ի, то есть համաշխարհային գլխավոր տրիբունայից կոշիկ սրբեցին քո վրա, Տրամպի վրա, Տրամպի ստորագրած թղթի վրա։ Դու վեր կացար ասցիր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի մեջ կա խաղաղություն, չկա խաղաղություն։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև գոյություն ունի պատերազմի բացակայություն եւ փաստաթուղթ, որը նույնիսկ ստորագրելուց հետո, ինչպես ասում է, հենց քո արտգործնախարարը, դեռ ամեն ինչ որոշված չի։ Այդ մեկ, որտեղ մենք ունենք 240 կիլոմետր գրաված տարածք։ Սա մեկ, երկու, բազմաթիվ անգամներ բոլոր կողմերը բացառությամբ Հայաստանի
Դրան կոչում են Զանգեզուրի Միջանցք, հետևաբար դրա պատասխանը պետք է լինի մի ոնց որ ասում եմ, ես Միջանցքը սյուն եմ, չկա տենց բան, ուրեմն կգնաք ձեր համար, այդ Զանգեզուրի Միջանցքը միտեղ կստեղծեք, ինքներդ կանցնեք, ստեղով չեք անցնում, ուրեմն ինչքան կասեք Զանգեզուրի Միջանցք, այդքան էս չի բացվելու, դա մեկ, երկու, այնինչ Ալիևը խոսում է Հայաստանի մասին և փորձում է պատասխանատվությունը գցի Հայաստանի վրա այդ 4 բաները, այդ մշտական ստերը, որ ինքը կապում է, դա ինքը պատրաստում է գալիք պատերազմի իրավական հիմք։ Այսինքն, ստեղ մենք այս պահին ունենք ոչ թե պատերազմի բացակայություն, մենք ունենք հրադադար, որը պայմանավորված է տարբեր բաներով։ Հիմա չգիտեմ, Տրամպն ասել է, սա ասել, նա ասել, սրա հետ են պայմանավորված, նորմալ է, հիմա Իսրայելը խնդրել է, որ այդ թեման չլինի, որովհետև Տրամպին դժվար է, բան, ինչ ասես կարա լինի։ Բանակն է վերազինում, ասենք։ Հա, բանակն է վերազինում, փողեր է պատտվում, մեծ թվեր է ծախսում, բաներ անում։ Այսինքն խոսքը նրա մասին է, որ Ալիևը բացեի բաց շարունակում է մեղադրել Հայաստանը, զինվել, հայտարարել, որ այդ Զանգեզուրի Միջանցքն է, այդ ամեն ինչը բան անել, Նիկոլասը, որ գիտեք ինչ կա, խաղաղություն է, բայց խաղաղություն չի։ Ամբողջ աշխարհը պատրաստվում է պատերազմի, մեծ պատերազմի։ Ձեր դուրը գալիս է, ձեր դուրը չի գալի, դուք Մանդելա եք կարդացել, Դելլա Մանդեք կարդացել, կապ չունի, դուք Կանֆուցիի համալսարան եք բացում, կապ չունի այդ ամեն ինչը։ Աշխարհը պատրաստվում է պատերազմի մեջտեղից հետ ճակ տաս պատերազմի մեջ ես լինելու։ Դու կարաս չպատրաստվես պատերազմի, եթե բացարձակ հիմար ես իհարկե, ասես որ խաղաղություն է, բայց հերթական անգամ կոտորվես։ Դու կարաս մնաս ԵԱՏՄ-ի կազմում, ձև անելով, որ դե գիտեք, եթե բան մենք հիմա եվրոպական ստանդարտները բան կանենք, հետո Եվրոպան մեզ կընդունի, չի ընդունի, ապա այդտենց չի լինում։ Եվրոպական ստանդարտների կիրառումը մինիմում 4-ից 6 միլիարդ եվրո է պահանջում, դրսի դու այդքան գումար չունես քո բյուջեում, չես գեներացնում, դու տակ ես տալի, դու պետք է Եվրոասոցիացմանը դիմես, այդ թուղթը ստանաս, այդ փողը իրանցից վերցնես, որ ռեֆորմներ անես։ Ոչ թե նստես դու ու քո 40 դախլչիներով, ավազակներով, նստեք քամեք երգիրը, հետո թռնեք 2 ժամացույցով Մոնակոները ֆրֆռակ։ Հերթական անգամ։ Նիկոլ Փաշինյանը հանրապետականների ամենալավ գործը շարունակողն է։ Ինքը նախկին է։ Ինքը պատասխանատվություն չի կրում այս ամեն ինչի համար։ Ինքը ոչ պատասխանատու է, ոչ մեղավոր։ Ինքը ուղղակի անջատված մարդ է։ Լուրջ եմ ասում, անջատված է մարդը։ Ամբողջ աշխարհը Նիկոլ Փաշինյանի ճառը բացեք, նայեք, խնդրում եմ, ՄԱԿ-ի նիստերի դահլիճը նայեք, քանի հոգի կա դահլիճում։ Ռեֆերենտ քարտուղարների մակարդակով մարդիկ են նստած։ Ռեֆերենտ քարտուղարների մակարդակով։ Ոչ մեկ չկա։ Բոլորին է տենց, երևի, չգիտեմ։ Դե Ալիևին էլ տենց ցույց տվեցին։ Հա, բոլորինն է տենց, բացի խոշոր խաղացողներից, բոլորինն է տենց։ Այո։ Բայց ռեֆերենտ քարտուղարների մակարդակով, այսինքն նշանակում է մարդիկ են, ում էմոցիաները անջատած են։ Իրանք համապատասխան ԱԳՆ-ների կարող է հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ են։ Իրանք պետք է զտած բան տաս, իրանք պետք է այդ բան անեն, խաղան անեն, յուրաքանչյուր ճառ ունեցողից ասենք մի 2 նախադասություն տանեն։ Ինչ են տվել Նիկոլ Փաշինյանի ճառից։ Ալիևը էլի Զանգեզուրի Միջանցք է ասում։ Ալիևը ասում է Զանգեզուրի Միջանցք, խաղաղություն կա։ Նիկոլը բացում է ճառը նրանից, որ ասում է մինչև ինձ բոլոր երկրի Հայաստանի ղեկավարները ստեղ խոսում էին Ղարաբաղյան կոնֆլիկտից, ես դրանից չեմ խոսա, հետո 10 րոպե խոսում է նրա մասին, որ Ալիևը խաղաղության իր փաստաթղթով գնացել է պետքարան, մաքրել է համապատասխան վայրը, շպրտել է այդ բանը, Տրամպի ճամփի վրա էլ թքած ունի, Զանգեզուրի Միջանցքի վրա էլ թքած ունի, ինքը տենց նույն ձև շարունակում է։ Այսինքն ինչա փոխվել, ոչ մի բան։ Որ ռացիոնալ որ նայեք, ինչա փոխվել, ոչ մի բան։ Այնտեղ մարդիկ են նստած, ում դու պետք է տաս ծրագրային նույնություն։ Ալիևը տվել է, այդ ռեֆերենտ քարտուղարները չեն նայելու, այդ ՄԱԿ-ի 4 որոշումների ինչ էր այդ 92-94 թվականներին։
Մակի շենքում մարդ ասում է 4 սատ եղել է Հայաստանից պարտադրել են որ դուրս գալ։ Դե Հայաստանը դուրս է եկել, հիմա ասում է Չէ, խաղաղ։ դուրս չի եկել, պատերազմով։ Չէ, դե հիմա դուրս է եկել։ Հա, հիմա։ Հիմա չկա էլ է, կատարվել է մակի, հա ցենտրա մակը լավ է, վсё իրանք էդ են ֆիքսելու գնան։ Ինչ ես եկել Նես բարություն որ հայկական ժամանակ, հայտարարություն։ դեք հայկական ժամանակի խմբագրական էր կարդում, էմոցիոնալ, գունավոր, փուչիկներով, վարդագույն այդ բաներով, արա վերջ տվեք, քաղաքական տեղ է, դու պետք է գնաս այնտեղ ռեֆերենտ քարտուղարներին բան տաս։ Ռուսաստանը ռազմական հանցագործ է, Ալիևը ռազմական հանցագործ է։ Մենք այնտեղ ունենք գերիներ, որոնց չի վերադարձրել, եկեղեցիներ է տրակացնում, բան անում։ Մենք համաձայնվել ենք խաղաղության, բայց այս հարցերը միշտ պետք է մնան։ Կամ մենք համաձայնվել ենք խաղաղության, որովհետև իմաստ չենք տեսնում պատերազմի, բայց այս ճանապարհները եղբայր եկի կանգնել ես, ինչ ես խոսում։ Որտեղ է քո դիրքորոշումը, ախր դիրքորոշում չկա, նայում ես, լսում ես, փորձում ես, գտնես, լավ, հիմա մարդ եմ, դրսից էլ ինձ են հարցնում, ասում են ինչ կա Հայաստանը, ինչով, հիմա ես ում ինչ ասեմ, մենք вообще ողնաշար կա այս երկրի, հա, երկրի ղեկավարությունը ողնաշար ունի, որտեղ է այն ցիցը, որին իրանք հենվում են, ու ասում են այստեղից են կոմ էլ չենք գնա։ Թրամփի, չէ, գուցե Թրամփի թուղթն է, որովհետև Ժողովուրդ, Թրամփը մառազմացիկ է։ Սկզբունքին խախտում Թրամփի փաստաթուղթը խախտում է Սարելալիվ Թրամփի ստորագրած թղթի։ Նորից ասեմ, Թրամփի փաստաթղթի վերջի կետում գրած է, որ այս թուղթը ոչ մի բանի մասին է։ Իրավական պատասխանատվություն չկա, իրավաբանական պատասխանատվություն չկա, ոչ մի միջազգային պայմանագրի հետ կապ չկա, ոչ մի ֆինանսական պարտականություն չկա, ոչինչ չկա այդ թղթի մեջ։ Այդ թուղթը ոչինչի մասին է։ Նիկոլ Փաշինյանը համաձայնվել է, որ Թրամփի ընտրված ինչ-որ ու իր երևի ընտրված ինչ-որ բան, որը ես տեսնում եմ որպես կոռուպցիոն գործարք։ Ինչ-որ մի ընկերություն գալու է, ինչ-որ մի կառուցվածքային ենթակառուցվածքներ բանանի, հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգները ըստ պաշտոնական բաների 145 միլիոն հատկացրել են Ամերիկայի Միացյալ Նահանգների ինչ-որ Պասադենայում գտնվող ինչ-որ մի ընկերությանը, որ այդ ընկերությունը նստի թուղթ գրի Թրամփի բանի մասին։ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ամերիկայի Միացյալ Նահանգների կորպորացիային, Կալիֆոռնիայի Պասադենա քաղաքում իրենց գլխավոր գրասենյակը, որը երբևիցե երկաթ գծերով չի զբաղվել, մասնավորապես իրանք Ավստրալիայի իրանք գրասենյակը ամենահզորն է, որ զբաղվում է, չգիտեմ, քարածուխ, նավթ, քամու էներգետիկա, սենց բաներով է զբաղվում այդ ընկերությունը։ Okay, 145 միլիոն իրանք բան արեցին, հիմա քանի որ 50-50-ի է, հիմա Հայաստանը պետք է ինչ-որ միտեղից 145 միլիոն ճարի, որ պարիցետը պահի, կարակ բացատրեք, այդ ծախսի ու դարդի իմաստը որն է, որ էլ մի հատ էլ մենք պետք է սարքենք, Սյունիքը սարքենք տանկային վտանգավոր ուղղություն, սարերը կտրենք, լեռները տրաքացնենք, Ադրբեջանին ամեն ինչ հարմարացնենք, որ հիմա չէ 20 տարի հետո դնի գրավի, իսկ դու երբևիցե չկարողանաս, որովհետև մարդիկ ոչ թե ասում են մենք մեր երկաթգիծը Սյունիքով կառուցենք, այլ մարդիկ ասում են, որ մենք բան անենք, երասխից բան յանի, սուտ, բայց լավ, յանի Ընդեղով պետք է գնան, ոչ թե Նախիջևանի բեռը պետք է գա մտնի Գյումրի, որ դու այդ պարիցետը պահես, որ երկաթգծի բեռները գա քեզանով գնա այնտեղ, չէ, իրանք ճանապարհը կսարքեն հեսա, Կարսից, երկաթգիծը կմտնեն Նախիջևան, ու դու կմնաս իրանք հույսին, իրանք քեզ թույլ կտան, կամ ամբողջական այդ բանը կանեն, կասեն զբաղված է, մի կալիա է, մի գիծ է, չենք կարա քեզ թողենք, մենք 10 հատ գնացք, վտանգը ասեմ Դուք երբևիցե այդ երկաթ գծով մեղրի մի փամփուշտ չեք տանի։ Ես հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ամբողջությամբ իրան նվիրել է Մանդելայի կոշիկները սրբելուն, իր այդ Մանդելա վիճակներով սուտ խաղաղություն, բայց չէ, այտենց չի լինում։ Սյունիքը պետք է զինվի։ Անկախ նրանից Նիկոլ Փաշինյանը խաղաղությանը հավատում է թե ոչ, ՔՊ-ն ոնց է դրան վերաբերվում, խաղաղության խաշմեռուկ է թե մեռուկ չի, Սյունիքը պետք է զինվի, եթե դուք երկաթգիծը տալիս եք, մնում եք իրանց հույսին, դուք չեք կարողանալու զենք զինամթերք տանեք, դեպաբար Սյունիքով դու քո երկաթգիծը պետք է գցես, որ դու քոնը մեկը պետք է գցես, որտեվ չկա ուրիշ տարբերակ, մեկը պետք է գցես, ինչ ես սարքում եք
Էքոնը գցի։ Դե չի գցում, որպեսի լսարանին տեղեկացնեմ, թարմ ամենավերջին հարցազրույցն է Արարատ Միրզոյանի, նա ասում է ամեն ինչ հիմնված է լինելու փոխադարձության վրա, այդ Թրամփի ուղու մասին էր հարցը, TRIP կոչվածի, նա ասում է օրինակ մենք կկարողանանք օգտագործել Նախիջևանի տարածքը, այն ինչի մասին դուք հիմա խոսում եք, պարզապես ձևակերպումը տամ, մենք, այսինքն Հայաստանը կկարողանա օգտագործել Նախիջևանի տարածքը Հայաստանի հյուսիսային եւ հարավային մասերը երկաթուղով կապելու համար, որը ներկայումս գոյություն չունի։ Երկաթուղով ուզում եք կապեք 1.5 միլիարդ դոլարը։ Երկաթգիծ գցեք ամբողջ Սյունիքով կապեք, որպեսզի ոչ մեկի կմաճույքից կախված չլինեք։ Պատասխանատու պետական կառավարումը դրանում է։ Դա չպետք է կոմերցիոն ձեռք տվող, դա կոմերցիոն ձեռք տվող գործարք չի։ Դատեղ կոմերցիա պետք չի ման գալ։ Դա պետական ծրագիր է կայուն զարգացման, որպեսզի ապրանքաշրջանառությունը քո երկրի Սյունիքի ամբողջությամբ դու ապահովես եւ լինի կայուն, կախված չլինի ճանապարհներից, քամիներից, ձնից եւ այլն եւ այլն։ Երկաթգիծ ես գցում, որպեսզի դու մեղրից կարողանաս ապրանքը բերես, այնտեղ ապրանք տանես, այնտեղ բանկա, քաջարանի կոմբինատ կա, որը էլի կարա դա օգտագործի, այսինքն նես չի որ լրիվ դատարկ են այդ գնացքները աշխատելու, չէ, բացի դրանից հետո կմնա Արաքսով մի հատ կամուրջ գցես, ի վերջո Չաբահարից կգա, այնտեղ կգա այդ ճանապարհով կգործի էլի։ Ինչն է պրոբլեմը այդտեղ։ Պրոբլեմը ո՞րն է դրա։ Այդքան բարդ չի դա, չէ, կարևորը ոնց։ Բա դախլչիները Ռուսաստան, բան ծախեն Ռուսաստան, միրգ բանջարեղեն, Մեյմանդարի կեպկով հեծանիվ քշենք, ստենդե, բան, ասենք մենք Եվրոպա, Չինաստան, բան, եղբայր, պետության կառավարումը ենթադրում է, որ դու երկարաժամկետ ծրագրեր ես անում, ոչ թե սուտի ակադեմիական քաղաքներ ես կառուցում, որտեղ ակադեմիական քաղաքը մի երկրում, որը պաշտպանված չի, այսինքն պաշտպանված չի, ինչ պաշտպանված չի, պարտադիր չի դա պատկեր, հա, իր հայտնի հայտարարությունը ումից պետք է ուժեղ լինենք։ Եղբայր բանակը նրա համար չի որ մեկից ուժեղ լինես, բանակը նրա համար է որ քո վրա հարձակվողը հասկանա, որ այդ հարձակվելու ընթացքում ինքը ինքս զոհ կտանի, որ ձեռ չի տա քո այդ կռիվ տալը։ Բայց դու եթե դա չապահովես, եթե մարդը ով է գալու քո մոտը տեղա գիտությունով զբաղվի։ Ում ես այնտեղ պահելու, ինչ չեք խոսում։ Ոնց դու կարաս երկրի պաշտպանությունը չապահովելով, ենթադրես, որ քո խաչմերուկներով մարդ ես խաբում։ Ինչի ես էլի Միջին Միջանսկի մասին խոսում։ Ես չգիտեմ ով է հնարել այդ թվերը, ժողովուրդ։ Պիկի վրա, այսինքն ամենալավ պայմաններում։ Եթե աշխարհում ոչ մի տեղ պատերազմ չլինի, եթե ամեն ինչ լավ լինի Ղազախստանում, Ուզբեկստանում, Ղրղստանում, Տաջիկստանում, սաղ ցենտրը լինի, եթե Կասպից ծովի մակարդակը չշարունակի իջնել, եթե Ադրբեջանում չլինի հեղափոխություն, եթե Ադրբեջանի վրա չհարձակվի Իրանը հերթական անգամ Իսրայելին տարածք տրամադրելու համար, եթե Հայաստանը չորոշի Ադրբեջանից հետ պահանջել բոլոր հողերը, որոնք իրենք զավթել են բոլշևիկների թղթով, եթե Ալիևը չսատկի, եթե Չինաստանը նոր ճանապարհներ չգտնի կամ նոր փոխադրամիջոցներ չբացվեն, օրինակ, չգիտեմ, ջրածնային շարժիչներ, որոնք կեժանացնեն ծովային փոխադրումները կամ օդային փոխադրումները, եթե այդ ամեն ինչը չլինի, կարող է մի օր Միջին Միջանսկով անցնող բեռների եւ բանի այդ իրանք հիմա են էլ նավթ ու գազ, բայց այդ էլ այստեղ մի հատ էլ եթե կա, եթե կանաչ էներգետիկան շարունակի sense տեմպերով աճել, այդքան նավթ ու գազ ոչ մեկին աշխարհում պետք չի, բայց այդ եթեները լավ ասենք կանաչ էներգետիկան էլ կանգ, այդ սաղ որ կանգնի, կարող է մի օր լինի 30 միլիարդ դոլար, այդ Միջին Միջանսկով գնա, այս ճանապարհը ըստ Չինաստանի լինելու է բեկապով կթողեն 10-ից 15%-ը, այսինքն միևնույն է լավագույն դեպքում ամենափայլուն, ամենապայծառ տարբերակով 3.5 միլիարդ դոլարի ապրանք եւ ծառայությունա պտտվելու։ Հիմա թող ինձ մեկը կանգնի ասի 3.5 միլիարդ որ պտտվի։ Դրա համար ամրոց Սյունիքը
իմաստունի պատերն ու դարպասները ջարդել, սարքել, պռախադնոյ դվոր, խաշմերուկ ինչա թե ընտրվեք։ Բգներդ գնալու է այդ ձեր ստացված աշխատավարձը, որ ընտրվեք, հետո չիմանաք ինչ անեք։ Նորից եմ ասում, պրոբլեմը նրանում է, որ թուրքերը երկարաժամկետ են խաղում, Կիպրոսը նայեք, Նախիջևանը նայեք, իրանք երկարաժամկետ են խաղում, ինքը հիմա կասի այս լեռները տրաքացրու ճամփատուր, Ջան Ղուրբան կասի, քեզ փող կասի, աղջկան կտա որ տանես հետը սաունա, անգեր մեկա, ինքը 20 տարի հետո գալու է այդ վերցնի։ Եթե կտրեցիք դուք ամրոցի պատերը ու դարպասները ջարդում եք, թուրք եք ներս տողում, արա, այդ դժվար է այդքան հասկանալ այդ անտերը։ Ուրիշ տարբերակ չկա, չեմ հասկանում, փող եք վերցրել։ Ու ոնց է այդ բացատրվում։ Ախր բոլորը հասկանում են, ամբողջ աշխարհը հասկանում է, եվրոպացիք մեռան կոկորտ կտրելով։ Դու ինչի ես կտրում այդ ճանապարհը, ինչի համար է, տրա ինչ Տրամփ։ Տրամպը մարազմացիկ է, Տրամպը գիտի թե դու Կամբոջան ես, կամ Ալբանիան ես։ Ինչ Տրամփ։ Սենց ծանր ձևով չի ուզենա վերջացնել, մի լավ բան ասեք, պարոն Սարգսյան։ 26 թվականին հույսով եմ ժողովուրդ ուշքի կգա, ինչ լավ բան ասեմ։ Ո՞ւս կրամ լավ բան ասեմ ես սրա վրա։ Խոսում եք Տրամպից, Տրամպը մարազմի մեջ է, Պուտինը մարազմի մեջ է, ամբողջ աշխարհը գնում է պատերազմի, ինձանից լավ բան եք ուզում, սա ճիշտ հարցեր տվեք, լավ բան ասեմ։ Կարա Հայաստանը դրամ դիմակայի, այո իհարկե։ Կան Հայաստանում առողջ ուժեր, այո իհարկե։ Ուր են, որոնք են։ Չէ, առողջ ուժեր կան, որոնք են, որ ասեմ կգնդակահարեն, չեք կարողանում հասկանալ։ Նիկոլ Փաշինյանը Վանոյի ճուտնա։ Ոստիկանական պետության կողմնակից չեք կարողանում հասկանալ։ Դեմոկրատիա է ասում է Նիկոլ Փաշինյանը կարա ասի ինչ ուզում է։ ամենակարևոր Նիկոլ Փաշինյանը Բիրյաձիչսկի հայտարարում է, որ ոստիկանները դա պետության բանն են, ողնաշարն։ Ինքը ոստիկանական պետության կողմնակից է։ Դուք տեսեք ինքը ինչ ասում, ինքը ասում է դուրները չի գալի հեղափոխություն արեք։ Այսինքն եթե հեղափոխություն չեք արել, ամբողջությամբ, չէ, ամբողջությամբ տենց ուժային լուծումների կողմնակից է։ Լավ, ուրեմն Հիմա տեսեք, այս ամբողջ հարցը ինչի համար է պետք բանանել, հա, ինչի համար պետք կենտրոնանալ։ Երբ որ դուք դիտարկում եք Հայաստանը որպես 3+3-ի կտոր, դուք շանս չունեք։ Հայաստանը, որը փակված է տարածաշրջանում 3+3-ի մեջ, շանս չունի։ 0 գոյության շանս ունի։ Պարոն Սարգսյան, մի հարց մնաց, ներողություն, կներեք, որ ընդհատեցի, դե ոնց որ թե միտքը այդտեղ ավարտեցիք։ Դուք հիշատակեցիք այդ Եվրոմիության հետ կապված, ասեց, որ մենք եթե չդառնանք, մենք եվրոպական ստանդարտներին ենք համապատասխանեցնում մեր չգիտեմ ինչը, եթե անդամ չանդամակցենք, լիարժեք անդամ չդառնանք, էլի լավ է, այն ինչ որ մենք հիմա հարմարեցնում ենք, մնալու է մեզ։ Այդ ինչ խոսակցություններ, ինչու էր այդպես, ինչ հիմք կար այդտեղ։ Ասեմ, ստանդարտների խոսակցությունը, պարզ է ստանդարտները պետք է կիրառվեն, բայց ստանդարտները, եթե դու չես անդամակցում Եվրոպական միությանը կամ ասոցիացիոն պայմանագիր չես կնքում, ստանդարտների զգալի մասը խորթ են։ Այսինքն ամբողջական համապատասխանություն, տեսեք ինքը ինչ ասում, ինքը ինչի համար անում, ինքը հերթական անգամ, նու լավ սենց ասեմ, նենգաբար խափում է ընտրողներին, մանավանդ այն մարդկանց, ովքեր արևմտամետ են, բայց չեն խորանում, ովքեր բան են անում, դե տեսեք Եվրոպա է գնում, բանես մի հատ է մայիսի 4-ին կհավաքի սաղ եվրոպացիներին, մի հատ այդ կուտը կտա, էլի լիքը մարդ այդ կուտը կուտի, բայց դա սուտ է, տեսեք, եթե դու չես դիմում Եվրոասոցիացման, եվրոպական ստանդարտների կիրառումը, դա օպցիա է։ Կուզես կանես, չես ուզի չես անի, պատասխանատվություն չկա, ժամկետ չկա, չես կարա կիսատ անես։ Բա ոնց։ Դե մի ստանդարտից պետք է հրաժարվես, անցնես մյուսին։ Եթե կիսատ արեցիր, ոչ մեկը չի գործելու, բարդակ կլինի։ Լավ։ Այսինքն պետք է ինչ-որ մի ձև անես, բայց կարաս չանես։ Որտեվ դու պարտավորված չես, դու չունես պատասխանը, դու ոչ մի բանի համար չես անում, դու կայֆի համար ես անում։ Ինչ ասեց Փաշինյանը։ Փաշինյանը ասեց այդ է անում։ Փաշինյանը ասեց Փաշինյանը խափեց, նու ոնց խափեց։
Եվրոպացիքին պարզ ասեց, որ ես չեմ պատրաստվում գալ ձեզ մոտ։ Ես չեմ պատրաստվում դիմել։ Ես ձեր ստանդարտները կվեր։ Ես ուզում եմ ապրեմ ոնց որ ապրում եմ, բայց այնց ոնց որ դուք եք ապրում։ Որը չի ստացվում։ Որովհետև կոպիտ ասած, եթե դու մեյմանդարցու պես կեպկով շենքի մեջ մանես գալի, դու չես կարա գնաս գոլֆ կլուբ։ Քեզ գոլֆ կլուբում գոլֆի կլուշկեքով կծեծեն։ Որովհետև դու անդաստիրակ մարդ ես, որովհետև դու իրավունք չունես տենց քեզ պահելու։ Որովհետև այդ շլյապով չես կարա գնաս թատրոն, ուղղակի հարգելով դերասաններին։ Չես կարա։ Ամեն դեպքում, թողենք այդ մի կողմ։ Խնդիրը որն է, ինքը ասում է, ես չեմ գալու Եվրոպա։ Ես օրենք եմ ընդունել, ես եմ արել, բան եմ արել, հա, մենք տենց բան, մենք կվերցնենք ստանդարտները, կսկսենք կիրառել։ Հետո, երբ որ այդ ստանդարտները կիրառեն, կգան կասեք, մեզ կուզեք կընդունեք, չեք ուզի չեք ընդունի։ Իե։ Դա ջան, այդ տենց չի է, ստանդարտների կիրառումը գումար է։ Տեսնում եք ինքը ինչքան պետական կառավարում ինչ չի ասում։ Թողենք մի կողմ սա մնացածը։ Դու պատրաստվում ես վերցնել ստանդարտները, այդ ստանդարտները կիրառել, հետո Եվրամիությունը կուզի կընդունի, չի ուզի, չի ընդունի, մեկը ստանդարտները կմնան։ Եղբայր, բայց այդ ստանդարտները նրա համար են, որ երկիրը Եվրամիության շրջանակներում գործի։ Եթե Եվրամիության շրջանակներում չես կարա գործի, կոպիտ ասած դիմա ոնց ասեմ, չես կարա տափողակով հոկեյի շորերով գնաս ֆուտբոլի դաշտ, որ այդ կխնդան, չես կարա վազես, ուրիշ բան է, ուրիշ խաղ է, ուրիշ կանոններ են։ Դու չես կարա վերցնես այդ ստանդարտները մասամբ։ Եվրամիության ամբողջ կառուցվածքը, Եվրամիության կանոնները, ոչ թե եվրոպական երկրների առանձնացված, որ ասի Շվեյցարիայի ստանդարտներն են վերցնում, կասեմ լավ, օքեյ։ Բայց ինքը ասում է Եվրամիությանը, Եվրամիությունը կառուցված է նրա համար, որ 27-28 երկիր համատեղ բան գործ են անում։ Ոնց ես դու վերցնում ես, դու չես դիմ։ Այսինքն դու պետք է դիմես, իրանք պետք է գան, ասեն եղբայր, ուրեմն այս ստանդարտը, որը որ մանդատորի, այսինքն պարտադիր է Գերմանիայի համար։ Քեզ պարտադիր չի, ցավը տանում, դու փոքր ես, դու ես արտադրությունը չունես, դու բան չունես, քեզ էս պետք չի, քեզ էս պետք։ Քո համար այսքան բանը կբացենք, քեզ էս կանենք, դու էս պարտավոր ես անել, էս պարտավոր չես անել, ստեղ սենց պետք է լինի, ստեղ, այսինքն կգան հետդ կաշխատեն կանեն։ Դու քանի գլխանի ես, դու ուզում ես Եվրամիության անդամակցության ամբողջ ծախսերը դնես այս երկրի բյուջեի վրա, որ 5-6 միլիարդ է, հələ 3 միլիարդը իրան պետքա, որ ինքը պաշտպանությունը կազմակերպի, որովհետև տրիպեր արեց այնտեղ, տրիպերով վարակեց ունիք, հեսա կդրում ալերները բան, հետևաբար այնտեղ ինչ-որ պաշտպանական դիրք պետք է լինի, որովհետև եթե դու Եվրամիության անդամ չես, ու Տրամպը մի օր վերջանում է, իսկ ինքը մի օր հաստատ վերջանում է, Ալիև ասում է այդ փաստաթուղթը սենց արա, կասեմ հետո ինչ անես, գալի տանկերով վերցնում է, իսկ քեզ ասել են դու Տրամպին կզանգես։ Հաջորդ Ամերիկայի նախագահին չես կարա զանգես, որովհետև Տրամպ ասել է ինձ կզանգես։ Չկարաս զանգես Տրամպին գոլֆ կլուբ ասես, ապեր Կամբոջայի են քո իմացած Կամբոջայի վարչապետն է, կգաս մի հատ Ալիևի գամերը քաշես։ Բայց Ալիևի փոխարեն զանգելու է Նետանյահուն կամ հաջորդ Իսրայելի նախագահն ու վարչապետը։ Իսկ քո համար ոչ մեկ։ Այդ ամբողջ հարցը անպատասխանատու, դիլետանտ Մանդելաների տակ մնացած ինչ-որ մարդիկ են, որոնք փորձում են մեծ տղաների հետ խաղ խաղալ։ 26 թիվ հիշատակեցիք, հույս կա, որ 26 թվին կլինի հասկացող, բանի մած, կառավարություն։ Կառավարությունը կապ չունի, ընտրողը պետք է լինի։ Բանի մած վարչապետ։ Չէ, ընտրողը պետք է։ Նիկոլ Փաշինյանը կդառնա բանի մած վարչապետ։ Ոչ։ Նիկոլ Փաշինյանը չի կարա դառնա, Նիկոլ Փաշինյանը ես կզաստի, Նիկոլ Փաշինյանը յուր 40 դախլչիներով ընտանիք դախլչին։ Ինչ անի ընտրողը։ Նիկոլ Փաշինյանին ձեն չտա ոչ մի պարագայում, ինչպես նաև նախկիններին, առաջի հերթին նախկիններին, որտեղ նորից եմ ասում, Նիկոլ Փաշինյանը եւ նախկինները նույն բանն են։ Գարշոկն է տարբեր։ Ձևը տարբեր է, մնացածը նույնն է, որտեղ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև նախկինները, չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, իրան դա ձեռք է տալիս։ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև նախկինները, սեպա պլյուս, Եվրամիությունը մոտենանք, բայց ոչ բան չանենք, ես ձեզ հիշեցնեմ ուղղակի, որ դա Սերժ Սարգսյանն էր ասում։ Եվ Սերժ Սարգսյանն էր անում։ Սեպան Սերժ Սարգսյանի արածն է։ Նիկոլը շարունակում է Սերժ Սարգսյանի գործը, կարեք բացատրեք, տարբերությունը որն է։ Հիմա նոր ձևով են անում, այս հեղափոխությունից հետո նոր ձև, այսինքն բովանդակային առումով բոլորը նույնն է։
Բոլորը դրսից ներդրող տեսել եք, եվրոպական ներդրող տեսել եք, խոշոր կորպորացիա տեսել եք, ոչ հայի հետ կապված։ Այսինքն որ հայ չլինի կորպորացիայի ղեկավարության մեջ, եկել է ինչ-որ մեկը ասել է Նիդերլանդներից Մայերսկը կամ Դանիայից Մայերսկը, Նիդերլանդներից Ֆիլիպսը։ Գա ասի վերջ։ Բաստա, Հայաստանում գործարան եմ դնում։ Վերապատրաստում եմ պոլիցեխին, փող եմ տալի, բան եմ ինչ։ Տեսել եք տես։ Հեղափոխությունից 7 տարի անց է։ Խաղաղության խաշմերու կա։ Դադարեցնում ենք Կարեն Սարգսյան մի լավ բան ասեցի, ասեք, են էլ չեք ասում։ Մի լավ բան պետք է լինի որ ասենք, հա։ Չէ, լավ բան շատ կա, ուղղակի գիտեք ոնց լավը այնա որ կոպիտ ասած մարդկանց մոտ կա, որ հասկանում եմ որ այն չի։ Որտեւ ի վերջո մարդն է ամենագլխավոր ռեսուրսը։ Նորետ էի ասում, չէ՞ որ transition, այսինքն անցում է, որտեղ որ մարդն է, անձն է գլխավորը։ Ընդ որում ամբողջ աշխարհում։ Հա, հենց այդ առումով մենք լավ տեղ ունենք։ Մեզանով հենց նես չի որ հետաքրքրված է։ Ես ինչի՞ եմ սենց բան անում այդ խաշմերուկի մասով։ Երբեր մենք ունենք թեմա, հա, Իրանը էլի դրեցին պատժամիջոցների տակ, բայց դա չի փոխում։ Մենք թեմա ունենք, Եվրամիություն Հնդկաստան ճանապարհ ունենք։ 1.4 տրիլիոն եվրոյի մասին է խոսքը գնում, 1.2, 1.4։ Այն օրս ասեցին 1.4, չգիտեմ։ 1.2 ես գիտեի ոչ։ Էական չի, 200 միլիարդ եվրո ես կոմ։ Ես կոմ ենք։ Հա։ Չէ, բայց ինչի համար եմ ասում, Հայաստանով հետաքրքրված են, Հայաստանը կարևոր տեղ է զբաղեցնում, Հայաստանը քարտեզների վրա կա։ Հայաստանը մարդիկ կան, որ քարտեզ չունեն, դրա համար չեն հասկանում Հայաստանը որտեղ է, բայց Հայաստանը քարտեզների վրա կա, լիքը մարդկանց մոտ դուրսը Եվրոպայում ուզում են, որ Հայաստանը լինի, դրա համար են սենց ամեն ինչ ներում կոպիտ ասած։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ։ Այսօրվա զրույցի։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ։ Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ, սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանն էր մեր զրուցակից այսօր, մենք ամփոփում էինք շաբաթը, զրուցվար մեր Գայանե Առաքելյանը, բարին ընձեզ եւ բոլորին լավ օր։